այստեղ ասեցին լուսակիրներ են դնելու, ոչ բանը չդրեցին, դրա համար շաբաթը խեղճենա, հետիոտը ոնց է թա, հեսա, հետիոտները ոնց է թա, բա դրա համար ենք եկե, ստե, պտի սվետաֆոր դնեն, վթաները կկրճատվի, հա բա սարք եմ բա, հմի ոնց է հետիոտը անցնում, նայ, չկա, անընդհատ վթարներ աստելնում, Կաղա հելնեն վրետ, Ուրա հալը վերջապես չի, որ սարքեն նոր, տեղա դրեն, Մարդ չգիտի ով երբ մտնի, ոնց մտնի, ու անընդհատ վթարներ ա լինում, Լավ ճանապարհ է, ընտիր ճանապարհ է, բայց ում ապետ որ այս ճանապարհը անընդհատ դեպքեր է տալի Նայ, խաշմերուկնա մարդ չգիտի, ով երբ մտնի, ոնց մտնի Դաժե պարեկը չգիտի, երբ մտնի, ոնց մտնի, իզոր լուսակիրները խոստացված տեղադրված լներ, նոյեմբերի 26-ն է, Կոտայքի մարզում ենք, ժողովրդին հայտնի առինջի մոլի տարածքում, մուլտի գոլդի տարածքում, այն որ վերջին տարիներին կառավարության ֆինանսավորմամբ ճանապարհաշինարարությունը բում է ապրում, ստեղծվում են նոր ճանապարհներ, վերանորոգվում հները, անգամ այնպիսի տեղերում են ճանապարհներ կառուցվում, որտեղ որ սովետական տարիներին խորտ ու բորդ են եղել, մարդկանց համար անանցանելի Հիմա այս ճանապարհը Կոտայքի մարզից դեպի Արտաշատի խճուղի տանող ճանապարհահատվածը տեսնում եք, իդեալական սարքած է, ոչ մի խոչընդոտ չկա, նկատի ունեմ դարու փոսեր, սակայն, լավ է, որ նման ճանապարհներ են ստեղծվում, բայց որ այդ ճանապարհները հետո վարորդների համար դառնում է պատուհաս, օրինակ այս ճանապարհահատվածում 1 տարի է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը խոստացել էր, որ լուսակիրներ է դնելու, սակայն այդ խոսքերը ամբողջությամբ կարելի ասել դատարկ օդ դուրս եկան։ Նույնիսկ հետիոտնի համար անցման վայր չկա եւ այդ լուսակիրների բացակայության պատճառով կարելի ասել ամեն շաբաթ տեղի է ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, այդ թվում ցավոք ողբերգական, այդ թվում ցավոք 10-20 վիրավորներով, ինչպես նաև տեղ են ունենում վրաերթեր, քանի որ հետիոտային անցումներ չկան։ Լավ կլիներ, որպեսզի այստեղ կառուցվեր վերգետնա հետիոտային անցում, բայց չկա։ Ինչի համար էլ ոչ միայն նորից եմ քաղաքակրթվում եմ,
անընդհատ տեղ են ունենում վրա երթեր։ Այստեղ նույնպես այս բանը տեսնում եք, տեսեք, ով որ ուղղությամբ գնա, ով երբ հատի փողոցը, հարգելի Դավիթ Խուդացյան, խնդրում եմ, որպեսզի ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամին պարտավորեցնեք իրենց խոստումը կատարեն։ Նամանավանդ իմ տեղեկություններով ներքին գործերի նախկին նախարար Վահե Ղազարյանը, ՆԳՆ նախկին ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ գեներալ մայոր Արամ Հովհաննիսյանը, ներկայիս ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանձնարարականներ են տվել ճանապարհային ոստիկանությանը եւ հենց ճանապարհային ոստիկանության պետ Նորիկ Սարգսյանի աշխատանքի արդյունքում գրություններ են պատրաստվել եւ այդ ամենը ուղարկվել տեսեք, մարդ չգիտի ոնց մտնի։ Իսկ եթե լուսակիրները լիներ, մարդ չգիտի ոնց մտնի, գրություններ է ուղարկել Նորիկ Սարգսյանը ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամին, ովքեր խոստացել են, որ կանեն, բայց օդ են դուրս գալիս։ Ամոթները լավ բան է, տղու նման խոստացել եք, մի կասեն գողական բազար անում, բա ինչ անեմ։ Գողական բազար չեմ անում։ Լավ է, որ ճանապարհներ եք սարքում, բայց որ այդ ճանապարհները հետո մարդկանց համար դառնում է սև թուղթ, այդ շատ վատ է։ Խնդրում ենք, պարոն Դավիթ Խուդացյան, մի քանի տեղեր հարցերը լուծեցիք, հաստատ էս էլ կարող կանեք։ Էլ եմ ասում, լավ է, որ ճանապարհներ է կառուցվում, բայց վայ այն ճանապարհներին, որ չունեն լուսակիրներ, չունեն անհրաժեշտ երթևեկությունը կարգավորող պարագաներ, ինչի համար էլ անընդհատ վթարներ են տեղի ունենում։ Հիմա տրանսպորտը եկել է, հիմա չգիտի ստեղ ով լուսակիրներ դնեն, սվետաֆոր բան դնեն, ահա որա, չէ, բա։ Խելարած, Էրնակ գժերին, որ չեն գժվելու, ասեմ մեծն սևակը։ Հիմի տեսեք, այս տեղից հետո դու ուզում ա գնա այնտեղ չկա, անսպան վայր չկա։ Տեսեք, ով ոնց ուզում մտնում ա։ Հələ ցերեկը տենում են ժողովուրդ ջան, բա գիշերը որ մութ ալնում։ Փրկեք, ժողովրդին փրկեք, հաստատ կարող եք։ Ընտիր որակյալ ճանապարհը, բայց ումապետ որ այս ճանապարհը պատուաս է դառնում վարորդները։ Հենա, խշկինը, հենա, տեսեք։ Հետո տա ուզում անցնի այնտեղ, ոնց անցնի։ Իսկ եթե մի հատ վերգետնա անցում լիներ, հետո կանցներ, իմի սրտին էթում է, կհասնի այնտեղ, թե չէ։ Զգուշ, անցում եք ընդե, զգուշ, տեսեք, եթե հետիոտային անցում լիներ, մարդը անվտանգ կանցներ, բա որ մի հատ հետիոտային անցում լինի, լավ կլինի, շատ լավ կլինի, հիմա այդ գործն ես անում, այդ տանողի տունը մնաս, անփորձանք, Ես դու քեզանով ես անում։ Ոչ մի հետոյային անցում չկա, ոչ մի բան չկա, արա լավ ճանապարհը սարքել եք ում ապետ, որ այդ լավ ճանապարհը հետո դառնա պատուաս է ժողովրդի խեղճ վարորդների գլխին, բալիս,
Տրանսպորտները, գազելները, ավտոբուսները գնում են։ Սա քանակ ավտոբուս ավայրա տվեց։ Նայ, Մի բան հասնեն։ Վերն անցումով ինչ-որ բան սարքեն։ Հա, ճիշտ մի բան անեն, լուծում տան էլի։ Լուսակիրներ դնեն։ Մենք մեղ Այստեղ չեք իջի ինչքան դեպքեր ա եղել։ գիտեմ, ես իմ ավտոն էլ եմ խփել, հիմա գցած է հայաթը, ես չեմ կարող։ Ստեղ չէ, ստեղ։ Բա։ Շատ լավ բան է։ Գոնե սարքեն էլի, տեղադրեն էլի։ Միան դասնա, նայ, այնտեղ գլավնի ճանապարհները զիջում չկա, սվիտաֆոր գոնել ունի։ Մարդը կարենա զեբրայով անցնի։ Մի հատ կնգա էին խփել, ասենք եթե տենց ոնց կլինի։ Ես էլ աշխատող եմ, մեջից էս մեր տնօրինությունն է, վազում են, գնում են, գալիս են։ Շատ բան ոնց Զգուշանցեք, հա։ Մարդը տես ոնց անցի, բայց չլինի մի հատ անցում հետիոտնային, Խաչակնքվում նոր անցնում են ժողովուրդը։ Մարդիկ խաչակնքվում նոր անցնում են։ Իսկ դու չի ժողովրդես խաշմուրքին տվե մահաբեր մեկ էլ աջապ սանդալ։ Նայ, մարդը ոնց է թա։ Հետիոտի բան չկա, խեղճը ոնց է թա։ Նայ։ Թու լավ ամփորձանք հասա։
Այս խանութն էլ հալ հենց վիրավորներն վրազ էթում եք օգնում եք, է։ Նայ, խղճ հետոտները, նայ։